Եթերում ABC Newsroom-ն է, ես Աննա Սարգսյանն եմ, վար երեկո հարգելի հետևորդներ, կարևորը նախ համառոտ։ Արարատ ցեմենտը հանձնվեց Հայաստանի Հանրապետության կառավարությանը, ինչերն են պատրաստվում խլել Ծառուկյանից։ Ինչպես է Ադրբեջանը դպրոցում ձևավորում վաղվա քաղաքականությունը եւ ապագա սերունդներին սովորեցնում պահանջել Հայաստանը, երբ դասագիրքը դառնում է զենք։ Բաքվի փակ բանտերի գաղտնիքը, ինչ վիճակում են հայ գերիները եւ ինչու Ադրբեջանը չի թույլատրում միջազգային կառույցներին հանդիպել նրանց։ Ինչու Երևանի օդը չի մաքրվում, ով է պատասխանատու մեր շնչած օդի համար եւ կփրկեն արդյոք տուգանքները։ Երբ արևը դառնում է վտանգ, Եվրոպան շնչահեղձ է լինում։ Ֆրանսիայում միայն 3 օրում 1000 մարդ է մահացել։ Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատ ցեմենտ ընկերությունն անցնում է պետության կառավարմանը։ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է գլխավոր դատախազության միջնորդությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակում։ Դատախազության փոխանցմամբ ընկերությունը ժամանակավորապես հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը, մինչև դատարանը վերջնական որոշում կկայացնի գույքի ճակատագրի վերաբերյալ։ Միաժամանակ դատախազությունը հաղորդում է ներկայացրել նաև քննչական մարմնին։ Արարատ ցեմենտը տարիներ շարունակ խախտելով օրենսդրության պահանջները ապօրինի օգտագործում է իրականացրել, խուսափելով տարեկան վարձավճարների եւ գույքահարկի վճարումից, ասված է դատախազության հայտարարության մեջ։ Ինչ գույք է դատախազությունը պահանջում բռնագանձել Ծառուկյանից, ինչու է ընդդիմությունը սա քաղաքական ունեզրկում համարում եւ ինչու է ինչ է սպասվում ավելի քան 1000 աշխատակցի, Անիա Բաղյանն է ներկայացնում։ Ծառուկյան ԲՀԿ ղեկավարի բիզնես ողնաշարը Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական եւ պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը։ Փաշինյանի այս հայտարարությունից 58 օր անց Արարատ ցեմենտ ընկերությունը հանձնվեց կառավարությանը։ Մարդիկ ուզում են Հայաստանի Հանրապետությունում տեսնել կարգ ու կանոն, ուզում են տեսնել արդարություն եւ արդարադատություն։ Բայց մարդիկ տեսնում են փակվող գործարաններ, որոնք խլում են սեփականատիրոջից, արձագանքում է Արման Աբովյանը։ Մենք շատ ակնհայտ նեոթուրքական բանդիտիզմի, շատ ակնհայտ sense դրսևորում, երբ որ մարդուն իր կարծիքի համար, կամ միայն նրա համար, որ ինքը հայ է, փորձում են տնտեսական լծակներով ունեզրկել եւ այլն։ Բացի Արարատ ցեմենտ գործարանից դատախազությունը Գագիկ Ծառուկյանից պահանջում է բռնագանձել տասնյակ անշարժ գույքեր, տրանսպորտային միջոցներ եւ ավելի քան 105 միլիարդ դրամի գույք ու միջոցներ։ Ուղիղ sense համեմատական է անցնում, թե ինչ էր կատարում այս ցեղասպանության ժամանակ, երբ որ կհիշեք հայ գործարանների սկզբնական փուլում նույն աբովանդակ հատենց ունեզրկում էին, երբ որ խոսում են պետականացման մասին, հետարքիր է, որ պետության մասին են խոսում, ինչ պետության մասին է խոսքը գնում, սա վստահաբար Հայաստանի Հանրապետությանը ձեռնտու չի, հեծի օրինակ ակնհայտ է, չէ, հենց հեծը խլեցին, անմիջապես հատենց անջատումների տարապ սկսեց։ Փաշինյանը դեռ քարոզարշավի ժամանակ էր սպառնում ունեզրկել ընդդիմադիր ուժերի ղեկավարներին։ Հեծին հաջորդել է Արարատ ցեմենտ գործարանը, որն այսքանով չի ավարտվելու, զգուշացնում է Արման Աբովյանը։ Այն անդրադառնալու է մյուս բիզնեսմենների, աշխատողների, քաղաքացիների վրա, կարծում է քաղաքական վերլուծաբանը։ Այս իշխանությունը լինելով նեոթուրքական ֆաշիզմի, այսինքն Թուրքիա եւ Ադրբեջանը սպասարկող մի համակարգ, ինքը խնդիր ունի լիովին կազմաքանդել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր կետ, որտեղ Հայաստանը գոնե մի քիչ ամրություն ունի։ Աբովյանի խոսքով Հայաստանի տնտեսությունը թուլացնելուն ուղղված քայլ է անում Փաշինյանի իշխանությունը։ Նշում, անձնական վրեժխնդրությունն ու Ադրբեջանից եկող պահանջը մեկտեղվել են։ Մեր համար Արարատի ցեմենտի գործարանը ռազմավարական կարևոր օբյեկտ է եւ Արարատի ցեմենտի գործարանը այնպես են կանելու, որ նրա աշխատանքները չխաթարվեն։ Մինչ փոխնախարարը խոստանում էր չեն տուժի աշխատակիցները, այդ նույն պահին գործարանը չէր աշխատում։ Իդեպ Արարատ ցեմենտ գործարանն ավելի քան 1000 աշխատակից ունի։ Արտադրությունը մեծ կարևորություն ունի շինարարական ոլորտում ու Հայաստանի տնտեսական կյանքում։ Իդեպ Ծառուկյանի մարզասրահի շենքը եւս խլել են սեփականատիրոջից։ Տիգրան Ավինյանի խոսքով համայնքին են վերադարձրել։ Ինչպես է վերադարձվել, եթե գույքը չի պատկանել քաղաքապետարանին։ Ինչ հիմքով է վերադարձվել, ինչ նպատակով է գործածվելու։ Հարցերի պատասխանը ստանալու համար քաղաքապետարանը հարցում է պահանջել։ Անիա Բաղյան, Տարոն Ղանդիլյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։
Աբովյան քրեակատարողական հիմնարկից ուղերձ է հղել կալանավորված Արեգնաս Մանուկյանը, հայտարարելով, որ իր նկատմամբ հարուցված գործը քաղաքական հետապնդում է, իսկ կալանքը ապօրինի։ Մանուկյանը, որը Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ է եւ խորհրդարանի 8-րդ գումարման падգամավոր, պնդում է, որ որևէ հանցանք չի կատարել եւ իր դեմ առաջադրված մեղադրանքը հիմնված է ոչ թե փաստերի, այլ ենթադրությունների վրա։ Նրա խոսքով մեկուսացված է արտաքին աշխարհից եւ զրկված է անգամ 13-ամյա դստեր ու 85-ամյա մոր հետ հեռախոսով խոսելու հնարավորությունից։ Ես չեմ արել ոչինչ, որի համար իրավական կամ նույնիսկ բարոյական պատասխանատվության պիտի կանչվեմ։ Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության, անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ կեղծ մեղադրանքում։ Ժամանակն ու փաստերը ապացուցելու են իմ անմեղությունը։ Ինձ կալանավորելու միջնորդությունում չկա բացարձակապես որևէ փաստական հիմք։ Այն ամբողջությամբ կառուցված է ինչ-որ մեկի ենթադրությունների եւ վառ երևակայության վրա։ Երևանում ծեսկրտուքի ու կրակոցների դեպքի առթիվ եւս երկու անձի նկատմամբ քրգործ է հարուցվել։ Խոսքը Վարդավառի օրը Վաղարշյան փողոցի միջադեպի մասին է։ Նախ կրակել էին միմյանց վրա, ապա վրաերթի ենթարկել կրակողի։ Քրեական վարույթը հարուցվել է սպանության փորձի եւ խուլիգանության հոդվածներով։ Այս պահին վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ, որոնցից մեկը ձերբակալվել է դատարան ներկայացնելու համար, մյուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, գրավը եւ բացակայելու արգելքը։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն արդեն իրական խաղաղության պայմաններում են եւ վերականգնում են առևտրային կապերը։ Միաժամանակ նա կրկնել է Բաքվի հիմնական պահանջը՝ Հայաստանի սահմանադրությունից պետք է հանվեն այն դրույթները, որոնք Ադրբեջանը մեկնաբանում է որպես տարածքային պահանջ։ Բայց խաղաղության մասին հայտարարությունների ֆոնին Ադրբեջանում շարունակում են ձևավորվել այն պատկերացումները, որոնք տարիներ շարունակ ուղեկցել են Բաքվի քաղաքական հռետորաբանությանը։ Իսկ այդ պատկերացումները սկսվում են դպրոցից։ Պետությունների երկարաժամկետ քաղաքական ծրագրերը հաճախ չեն սկսվում բանակցային սեղաններից։ Դրանք ձևավորվում են դասասենյակներում։ Այն, ինչ երեխան սովորում է պատմության դասագրքից, տարիներ անց կարող է դառնալ հասարակական ընկալում, պետական քաղաքականության հիմք կամ նույնիսկ տարածքային պահանջների գաղափարական հենարան։ Ադրբեջանում 5-րդ դասարանին արդեն ներկայացվում է, թե Հայաստանի Հանրապետությունն իբր ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի վրա։ Ինչը գրված այդ դասագրքերում եւ ինչու են մասնագետները սա գնահատում ոչ միայն որպես կրթական, այլև անվտանգային խնդիր, Սեդա Մակարյանի ռեպորտաժում։ Պատերազմները միշտ չէ, որ սկսվում են զենքով, երբեմն դրանք սկսվում են դպրոցական դասագրքից։ Այն, ինչ այսօր սովորում է 11-ամյա երեխան, վաղը կարող է դառնալ նրա քաղաքական համոզմունքը։ Ադրբեջանում պատմություն սկսում են ուսումնասիրել արդեն 5-րդ դասարանից։ 2024 թվականին հրատարակված Ադրբեջանի պատմություն դասագրքում Հայաստանի ներկայիս տարածքի վերաբերյալ ներկայացվում են պնդումներ, որոնք ձևավորում են ամբողջական քաղաքական նարատիվ։ Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը թարգմանել է դասագրքի 110-րդ էջում տեղ գտած տեքստից մի հատված։ Հայկական ԽՍՀ-ն ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի արևմտյան մասում։ Հետագայում Մոսկվայի ղեկավարությունը ադրբեջանական ԽՍՀ-ին պատկանող հողերի մի մասը, ներառյալ Շարուր Դերալայազը եւ արևմտյան Զանգեզուրը, փոխանցեց հայկական ԽՍՀ-ին։ Արդյունքում Ադրբեջանը բաժանվեց Նախիջևանից։ Մեր հայրենակիցները, որոնք բռնի տեղահանվել էին իրենց պապենական հողերից, հետագայում ձևավորեցին արևմտյան Ադրբեջանի համայնքը։ Այս համայնքը միջազգային կազմակերպություններում պաշտպանում է արևմտյան Ադրբեջանում մեր պատմական ժառանգության պահպանումը եւ տեղահանված բնակչության իրավունքները, նրանք շարունակում են պայքարել իրենց հայրենիք վերադառնալու համար։ Այս մի քանի նախադասության միջոցով 11-ից 12 տարեկան երեխաներին փոխանցվում է մեկ հիմնական գաղափար։ Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել է այսպես կոչված պատմական ադրբեջանական հողերի վրա, իսկ արևմտյան Ադրբեջան վերադարձը ներկայացվում է որպես օրինական եւ արդարացի նպատակ։ Ադրբեջանը ուզում է ստեղծել պատմություն եւ ընդ որում պետք է ասեմ, որ սա այսօրվա երևույթ չի։ Ուրեմն ադրբեջանցիները խորհրդային միության օրոք նույնպես նենգափոխում էին պատմությունը։ Իրենք ունեին մի պատմաբան, այսպես Չակերտյալ, խորհրդային միությունում, Զիա Բունյաթով, որ ոչինչից ստեղծում էր ադրբեջանական պատմությունը հենց խորհրդային միության գիտական հաստատություններում։
112-րդ էջում արդեն ներկայացվում է մեկ այլ գաղափարական շղթա, ըստ որի Արցախի քրիստոնյա բնակչությունն իբր ալբանական ծագում ունի, իսկ Հայաստանի գործողությունները ներկայացվում են որպես Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների հետևանք։ Պատահական չէ, որ Ղարաբաղում արմատացած քրիստոնյա բնակչությանը հայերն անվանում են դարձի եկած։ Հայկական ԽՍՀ ղեկավարները բազմիցս փորձել են բռնակցել այս տարածքը, բայց նրանց ջանքերն անհաջող են եղել։ 20-րդ դարի վերջում ԽՍՀՄ ղեկավարությունը փոխվեց, օգտվելով իրավիճակից Հայաստանը սկսեց տարածքային պահանջներ ներկայացնել Ադրբեջանին։ Սկսվեց Արևմտյան Ադրբեջանում բնակվող ադրբեջանցիների բռնի տեղահանումը։ Հայ ազգայնականները հավաքվեցին Երևանում եւ այլ քաղաքներում, վանկարկելով Հայաստան առանց թուրքերի եւ մերժիչ թուրքերին կարգախոսներ։ Այս ամենը կանխամտածված եւ նենգ ծրագրի մաս էր։ Հայերը պետք է ամբողջությամբ արտաքսվեն Արևմտյան Ադրբեջանից։ Փորձագետների գնահատմամբ այստեղ արդեն խոսքը պատմության տարբեր մեկնաբանության մասին չէ։ Դասագիրքը կառուցում է ամբողջական աշխարհայացք, որտեղ հորինված Արևմտյան Ադրբեջանը ներկայացվում է ոչ թե որպես պատմագիտական եզրույթ, այլ որպես քաղաքական նպատակ, իր տարածքային պատկերացումներով, պատմական հիմնավորումներով եւ այսպես ասած վերադարձի գաղափարով։ Այո, այդպես էլ պիտի լիներ, որովհետև սա պայմանավորված քաղաքականություն է, Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա եւ այդ քաղաքականության իմաստը ճակերտներում ասած հանդուրժողականության սերմանումն է հայերի մոտ եւ հակառակը պահանջատիրության զգացողությունն ու սերմանումը ադրբեջանցիների եւ Թուրքիայի մոտ։ Փորձագետները մտահոգություն են հայտնում մեկ այլ խնդրի մասին։ Նրանց գնահատմամբ այս ամենին զուգահեռ հայկական կրթական համակարգում հայոց պատմության, ինքնության, ազգային բաղադրիչը վերջին տարիներին դիտավորյալ թուլացնում են։ Հայաստանը ինքն է ընտրել այդ ուղղությունը։ Այդ բանը չկա Վրաստանում, չկա հարևան մյուս պետություններում, ամեն պետություն ինքն է որոշում իր կրթական քաղաքականությունը։ Հայաստանի կրթության նախարարությունը կատարել է կառավարության որոշումը։ Նրանք այդ որոշումների համապատասխան պաշտոնյաներ են ընտրում, պաշտոնյաները իրականացնում են այդ որոշումները։ Հայաստանում խնդիր է դրված, որ պետք է պատրաստել այնպիսի քաղաքացի, որը չունենա Հայաստանի պետականության մասին գիտակցություն, չունենա սեր հայոց պետականության նկատմամբ։ Զրուցակիցներս ասում են, եթե մի ամբողջ ծերունդ մեծանում է այն համոզմամբ, որ հարևան պետության տարածքն իր պատմական հայրենիքն է, ապա վաղը հենց այդ ծերունդն է ձևավորելու հասարակական կարծիքը, մասնակցելու ընտրություններին, ընդունելու քաղաքական որոշումներ եւ որոշելու իր երկրի արտաքին քաղաքականությունը։ Պատահական չէ, որ վերջին տարիներին Բաքվի հորինած Արևմտյան Ադրբեջան ձևակերպումը ավելի հաճախ է հնչում նաեւ Ադրբեջանի նախագահի ելույթներում, պետական կառույցների հայտարարություններում եւ միջազգային հարթակներում։ Այսօր այդ գաղափարախոսությունը պաշտոնական խոսքից տեղափոխվել է նաև դպրոց։ Սա է պատճառը, որ պատմության շուրջ պայքարը վաղուց դադարել է միայն գիտական վեճ լինելուց։ Այն դարձել է տեղեկատվական, քաղաքական եւ անվտանգային մարտահրավեր։ Սեդամ Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Այս ամենին զուգահեռ Ադրբեջանը հայտարարում է, որ Բաքվի բանտերում պահվող հայ գերիների առողջական վիճակը կայուն է։ Սակայն այդ հայտարարություններին հակադրվում են փաստաբանների ահազանգերը, գերիների հարազատների մտահոգություններն ու միջազգային կառույցների սահմանափակ հասանելիությունը։ Ինչ է իրականում կատարվում ադրբեջանական բանտերում գտնվող հայերի հետ եւ ինչու է Բաքուն շարունակում սահմանափակել անկախ տեղեկատվության հասանելիությունը, Անահիտ Սարգսյանի ռեպորտաժում։ Բաքվի բանտում պահվող հայ ռազմագերի Լյուդվիկ Մկրտչյանի առողջական վիճակի շուրջ նոր ահազանգ է հնչում։ Պաշտոնական Բաքուն հայտարարում է վիճակը կայուն է, սակայն նրա փաստաբանը հրապարակում է բժշկական տվյալներ, որոնք այլ պատկեր են ցույց տալիս՝ սրտի լուրջ խնդիրներ, բարձր լեյկոցիտներ, բորբոքային գործընթաց, բարձր ճնշում եւ շարունակական ցավեր։ Այս ամենը թաքնված է պաշտոնական կայուն վիճակի մասին զեկույցում։ Սա 2020 թվականի ռազմագերու նկատմամբ դիտավորյալ բժշկական անփութություն է։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից չեն կարող տեսակցել Լյուդվիկ Մկրտչյանին։ Խնդրում եմ, գործեք հիմա, պահանջեք անկախ բժիշկներ եւ անհապաղ խնամք։ Հարցը պարզ է, եթե Ադրբեջանը վստահ է իր ներկայացրած տեղեկությունների իսկության հարցում, ինչու չի թույլատրում անկախ բժիշկների մուտքը։ Մկրտչյանը գերեվարվել է 2020 թվականի պատերազմում։ Բաքվի դատարանը նրան դատապարտել է 20 տարվա ազատազրկման առաջին պատերազմի տարիների վերաբերյալ մեղադրանքներով։ Սակայն նրա գործը միայն մեկ դատավճռի պատմություն չէ։
Այն կրկին բարձրացնում է ավելի լայն հարց. ինչ պայմաններում են պահվում Բաքվում գտնվող հայերը եւ ինչու է միջազգային վերահսկողությունը փաստացի սահմանափակված։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի այցելությունների դադարից հետո անկախ դիտարկման հնարավորությունները նվազել են, իսկ առանց անկախ վերահսկողության Ադրբեջանի հայտարարությունները մնում են չստուգված։ Անի դեռ չկան այլ երրորդ կողմ օբյեկտիվ դիտարկող, կլինի դա իրավական կառույց, կլինի դա բուժսպասարկման որևէ օգնություն տրամադրող, որը կկարողանար այդ միակողմանի ներկայացված տվյալները հաստատել կամ հերքել։ Եվ քանի դեռ այդ այլընտրանքը չկա, չենք կարող մենք որևէ կերպ Ադրբեջանի ներկայացրած տվյալները հավաստի ընդունել, եւ սա փաստում է, խոսում է նրա մասին, որ ռիսկերը շարունակում են մնալ եւ ցավոք սրտի այն բոլոր կասկածները, որ կան գերիների եւ առողջական վիճակի ընդհանրապահման պայմանների մասով գնալով ամրապնդվում են եւ սրանք առաջին անգամ չէ որ բարձրացնել են կամ հաստատվել են։ Միջազգային ճնշման նոր գործիքը, որը մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանից պահանջում է տեղեկություն ներկայացնել Բաքվում պահվող հայերի առողջական վիճակի եւ պահման պայմանների վերաբերյալ, ըստ իրավապաշտպանների դեռ իրական փոփոխություն չի նշանակում։ Ադրբեջանը կարող է խուսափել վերահսկողությունից։ Գործում մեխանիզմ այս պայդրությամբ չկա, թեև օբյեկտիվորեն այդ մեխանիզմները կան, բայց մենք ավտորիտար երկիր գործում ենք, որը փորձում է թաքցնել պատերազմի անօրինական պատերազմի հետքերը, այդ պատճառով էլ թույլ չի տալի ոչ ռազմագերիների մոտ այցելություններ, ընդհանուր միջև ընտանիքի անդամները կամ փաստաբանները, ոչ էլ Արցախ ընդհանրապես այցելություն։ Միաժամանակ հայգերիների հարցը կրկին բարձրացվել է Եվրոպական խորհրդարանում, որտեղ ընդգծվել է, որ նրանց ազատ արձակումը պետք է դառնա Եվրոպական միության եւ Ադրբեջանի միջև շփումների առաջնահերթ թեման։ Սակայն Ադրբեջանը շարունակում է խուսափել հայկական կողմի հետ որևէ շփումից, նաեւ ՄԱԿ-ի տարբեր ինստիտուտներին թույլ չի տալիս մշտադիտարկում իրականացնել։ Մեխանիզմներ կան ՄԱԿ-ի Միացյալ Ազգերի կազմակերպության տարբեր ինստիտուտների, ասենք իրենց ընդհանրակարգերի շրջանակում, բայց այլ բաներ Ադրբեջանը թույլ չի տալիս, որպեսզի այցելեն, մեզ թեկուզ ասենք խոշտանգների կանխարգելման կոմիտեն Եվրոպայի խորհրդի։ Բաքվում պահվող հայերի հարցում շարունակում են հնչել նաև հարցադրումներ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեության վերաբերյալ։ Կարծում եմ եւ ՄԻՊ-ը եւ արտգործնախարարությունը եւ ընդհանրապես պետությունը առաջին հերթին շատ ավելի մեծ անելիք ունի եւ հնարավորություններ, քան մենք որպես մասնավոր իրապաշտպաններ կամ հասարակական կազմակերպություններ։ Եվ այս մասով էլ հերթական անգամ պիտի արձանագրեմ, որ թերացումներ կան։ Մինչ Բաքուն շարունակում է փակ պահել հայկերիների շուրջ իրական պատկերը, միջազգային ճնշումը դեռևս արդյունավետ չէ։ Մեկ այլ խնդիր է, որ Ադրբեջանը համագործակցության հնարավորություն չի տալիս։ Համենայն դեպս Ռուբեն Վարդանյանի գործով առաջիկա 2 շաբաթվա ընթացքում կայացրած միեդի վճիռը կարող է դառնալ կարևոր իրավական հանգրվան, գնահատելու ոչ միայն գործի ընթացքը, այլև Ադրբեջանի կողմից հայ կալանավորվածների իրավունքների ապահովման հարցը։ Անահիտ Սարգսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Վերադառնանք Երևան, որտեղ օդը դարձել է ոչ միայն բնապահպանական, այլև առողջապահական խնդիր։ Մայրաքաղաքի յուրաքանչյուր 42-րդ բնակչի մոտ քաղցկեղ է ախտորոշված, իսկ մասնագետները օդի աղտոտվածությունը դիտարկում են քաղցկեղածին գործոններից մեկը։ Քաղաքապետարանը հայտարարում է, խստացնում է շինհրապարակների վերահսկողությունը, ավելացնում տուգանքներն ու պայքարում փոշու դեմ։ Սակայն չափիչ սարքերի տվյալները ցույց են տալիս, օդի որակի էական փոփոխություն դեռ չկա, իսկ շինարարական թույլտվությունների թիվը շարունակում է աճել։ Ինչն է իրականում խեղդում մայրաքաղաքը եւ ինչու պայքարը չի տալիս սպասված արդյունքը, Սեդակ Յուրեղյանի ռեպորտաժում։ Օդի աղտոտվածությունը նվազեցնելու համար շինհրապարակները պիտի ապահովեն ջրային թնդանոթներով ու քամուց պաշտպանող ցանցերով, բարձրացվեն տուգանքի չափերը եւ խախտումների դեպքում կասեցնեն շինարարությունը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունիսի 6-ի նիստին շնորհավորեց ավականու անդամներին ՏԻՄ նոր օրենքի ընդունման առիթով։ Այլևս ես չպետք է լսեմ եւ տեսնեմ բացատրություններ, թե ինչու որևէ մի շինարար պատշաճ կերպով չի իրականացրել իր կահավորումը։
Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալն ասում է, դեռ մարտից են ներդրել այս փոփոխությունը եւ կան անգամ տուգանքի դեպքեր, բայց սա որևէ կերպ չի օգնել աղտոտվածության նվազմանը։ 195 կետերում տեղադրված չափից սարքերի տվյալները ցույց են տալիս, որ ցուցանիշների ոչ մի շոշափելի փոփոխություն 1 տարվա ընթացքում չի եղել։ Եթե համեմատենք նախորդ տարվա հետ, գրեթե միևնույնն է տվյալները արժեքները, PM2.5-ի համար այն եղել է 55, իսկ PM10-ի համար անփոփոխ է եղել 9։ Երևանի յուրաքանչյուր 42-րդ բնակիչը քաղցկեղ ունի, դրանց զգալի մասը օդի աղտոտման հետևանքն է։ Մինչդեռ համայնքային իշխանությունը նույն տեմպերով շարունակում է շինթույլտվություններ տալ, ահազանգում է Ավագանում Մայր Հայաստան խմբակցության անդամը։ Վերջին 5 տարում տրվել է 17,000, վերջին 6 տարում 21,000 մեծ ու փոքր շինթույլտվություն, եւ որքան էլ որ դու հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների հաստիկները ավելացնես, ինչը արվել է սույն թվականի հունվարի 1-ից, պիտի ասեմ, որ երբ որ դու այդ հազարավոր շինթույլտվություն ես տալիս, անգամից ավելացված հաստիկները բավարար չեն պատշաճ չափով վերահսկելու համար, հետեւաբար լուծումը առաջին հերթին այդ խայտարակ թվով շինթույլտվությունների այդ տեմպի անկումն է։ Շատ շենքեր, շատ մարդիկ։ 1 ու 2 միլիոնի շեմին է մոտենում մայրաքաղաքի բնակչությունը մարզերից Երևան տեղափոխումների հետևանքով։ Գումարվում են հաշվառված 343,000 մեքենաների արտանետումները, խորացնելով աղետը։ Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալը սակայն օդի աղտոտվածությունը կապում է բնակլիմայական պայմանների հետ։ Ուղիղ կապ պետք չէ օրինակ գտնել շինարարությունների, շինթույլտվությունների քանակի ու աղտոտվածության ցուցանիշների միջև չկա այդպիսի ուղիղ կապ, որտեղ կարա օրինակ 100 լավ շինհրապարակը ավելի քիչ օդի արտանետում ունենա, քան 5 վատ կաղավորված վատ աշխատող շինհրապարակները։ Իսկ բնակլիմայական պայմանները հանգեցնում են նրան, որ նոյեմբերից սկսած Արարատյան գոգավորությունում կուտակված փոշին սառչում է եւ ամիսներով ամպի պես կախված մնում քաղաքի վրա։ Այդ փուլում արդեն մեկ լուծում է մնում։ Միակ լծակը, որ ունենք մեր մարդածին աղտոտվածության գործոնների վրա, ազդել եւ նվազեցնելն է, բայց քանի որ մարդածին ազդեցությունը ինքը հիմնական գործոնը չի այս աղտոտվածության ընդհանուր պատկերի, այսինքն կարող է լինել դա օրինակ 10-20%-ի սահմաններում։ Մենք մեր միջոցառումներով նվազեցնում ենք եւ նվազեցնելու ենք, բայց դա գլոբալ առումով ինքը պատկերը չի փոխելու։ Քաղաքապետարանը 2006 թվականից օդի աղտոտման դեմ միջոցառումների իրականացում անվանումով տող ունի, որով 2025-ին 15 միլիոն, իսկ այս տարի 17 միլիոն գումար է հատկացրել։ Սակայն դա կետային միջոցառում է եւ տրվում է բացառապես Նուբարաշենի աղբավայրի թունավոր գազի այրման համար։ Օդի աղտոտման դեմ պայքարի համար որևէ այլ գործողություն համայնքը չի իրականացնում։ Երևանի քաղաքապետարանը վերահացվել նա պրոդյուսերական կենտրոնի, որի գործը խայտարակ մեծ թվերով միջոցառումներ հրապարակային զանգվածային խրախճանքներ կազմակերպելն է, շուրջ 200 միլիոն էլ տվեցին Վարդավառին եւ այլն եւ այլն։ Այսինքն մարդիկ զբաղված են ընդհանրապես ժամանցով եւ իրենց հետ աֆիլիացված ֆիրմաներին տենդերներով կամ մեկ անձից գնումներով, արտոնյալ պայմաններով։ Բնապահպանական եւ ընդերքի տեսչական մարմինը շուրջ 3 շաբաթ հունիսի 22-ից հուլիսի 10-ը անկախ ուսումնասիրություններ է իրականացրել մայրաքաղաքում եւ հարակից մարզերում, արձանագրել մի շարք խախտումներ։ Շինհրապարակներում 10 խախտում է արձանագրել, որից 5-ը Երևանում։ Տուգանքի ընդհանուր չափը հատել է 3 միլիոն դրամը։ Իսկ թե ինչ փոփոխություն կբերեն քաղաքապետարանի եւ տեսչական մարմնի ձեռնարկած քայլերը, քաղաքացին կտեսնի նոյեմբեր ամսից։ Սեդա Գյուրեղյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Իսկ հիմա մի պատմություն, որը Երևանի առօրյայի մեկ այլ կողմն է ցույց տալիս։ Եթե այսօր Երևանի փողոցներում տրոլեյբուս նստեք, հնարավոր է անակնկալի գաք։ Ղեկին ոչ թե տարիների փորձ ունեցող վարորդը, այլ 23-ամյա Իվետան, մի աղջիկ, որը որոշել է կոտրել վաղուց ձևավորված կարծրատիպերն ու ապացուցել, որ մասնագիտությունները սեր չեն ճանաչում։ Առաջին հայացքից սովորական տրոլեյբուս է, սովորական երթուղի, բայց բավական է նայել վարորդի նստատեղին, որպեսզի հասկանաս, այս պատմությունը սովորական չէ։ Մինչ քաղաքը դեռ ամբողջությամբ չի արթնացել, 23-ամյա Իվետա Սարգսյանը արդեն աշխատանքի է։
Նա ստուգում է երկաթե գործընկերոջը, համոզվում, որ ամեն ինչ պատրաստ է ու սկսում հերթական երթուղին։ Իվետա Սարգսյանն է, ունի հաշվապահի, զբոսավարի եւ հոգեբանի մասնագիտություններ, սակայն իր մասնագիտական ճանապարհը որոշել է տրոլեյբուսով անցնել։ Նուրբ ժպիտով նա ամեն օր կոտրում է տարիներով ձևավորված կարծրատիպերը եւ ապացուցում, որ մասնագիտությունը սեր չի ճանաչում։ Եթե մի քանի տարի առաջ որևէ մեկը նրան ասեր, որ մի օր քաղաքի փողոցներով տրոլեյբուս է վարելու, հավանաբար կժպտար։ Նրա մանկական երազանքների ցանկում այս մասնագիտությունը հաստատ չի եղել, բայց կյանքը երբեմն հենց ամենաանսպասելի շրջադարձերն է առաջարկում։ Փոքր ժամանակ երբ երթևեկում էի տրանսպորտով, անընդհատ պատկերացնում էի, իսկ ես ինչպիսի վարորդ կլինեմ, բայց երբեք չէի պատկերացնի, որ մանկական այդ պատկերացումները իրոք կդառնան օրերից մի օր իրականություն ու ես մարդկանց կտեղափոխեմ։ Օրերից մի օր որոշեցի, որ քանզի շատ եմ սիրում ղեկը ու առհասարակ երթևեկությունը, արժի նաև ուժերս փորձել այս բնակավարում։ Ու քանի որ հիշում էի, որ Երևանի էլեկտրատրանսպորտը ուսուցանում էր այս մասնագիտությունը, որոշեցի դիմել։ Իվետայի խոսքով վարորդի աշխատանքը միայն ղեկին նստելը չէ, այն պահանջում է կենտրոնացում, զգոնություն եւ պատասխանատվություն յուրաքանչյուր պահի եւ ուղևորի նկատմամբ։ Առաջին օրս իրականում, եթե անկեղծ անցավ, շատ լարված, քանի որ ես առանց ինստրուկտորի էի արդեն առաջին օրս էր, ես ամեն ինչից լարվում էի, բայց ես հասկացա, որ միշտ չի կարող մեր ինստրուկտորը մեր կողքին լինել ու օրեր անց արդեն այդ լարվածությունը վերացավ։ Ես հիշում եմ առաջին անգամ պարկի տարածքում ինձ սովորեցնում էին, թե ինչպես է պետք ճիշտ փոխել ածուխները եւ այլ գործողություններ կատարել ու քանի որ իրենք շատ ծանր են, իսկ ես քաշովս բավականին թեթև եմ, այնպեսի տպավորություն էր, ոնց որ լարը հենց ինձ վերև բարձրացներ։ Նոր մասնագիտության ընտրությունը շատերի համար անսպասելի էր։ Ոմանք զարմանքով են նայում նրան, մյուսները հետաքրքրվում են։ Արդյոք դժվար չէ նման մեծ տրանսպորտային միջոց վարել։ Կան նաև ուղևորներ, որոնք պարզապես չեն թաքցնում իրենց հիասմունքն ու հիշողության համար լուսանկարվում են նրա հետ։ Շատ հաճախ ուղևորներս էլ են ասում, մենք մտածում էինք, թե ղեկին մարդ չկա, որովհետև այնքան փոքր եք ու չեք երևում հեռվից։ Աշխատանքային օրը Իվետան հիմնականում սկսում է վաղ առավոտից։ Նա վարում է S2 Aeratia Nubarashen երթուղու տրոլեյբուսը։ Այնտեղով շարժվեց նոր։ Օնո դադյան։ Լավ։ Ամենադժվար պահերը Իվետայի խոսքով խցանումներն են, երբ պետք է միաժամանակ ուշադիր լինես ճանապարհին, հետևես տրանսպորտին, ուղևորներին։ Մի վայրկյան անգամ իրավունք չունես շեղվելու։ Բայց հենց այդ բարդությունների մեջ էլ Իվետան գտնում է իր աշխատանքի գեղեցկությունը։ Օրական բազմաթիվ նամակներ եմ ես նույնիսկ ստանում, շատերը նույնիսկ ինձ մոտենում են անձամբ ինձ ասում են շնորհակալություն իջնելուց առաջ ու հասկանում եմ, որ իրոք աշխատանքս գնահատված է։ Բայց այս աշխատանքում կան նաև պահեր, որոնք հոգնածության փոխարեն ժպիտ են պարգևում։ Երեխաների բարևները, տարեց ուղևորների շնորհակալական խոսքերը, մարդկանց անկեղծ վերաբերմունքը։ Հենց դրանք են երկար օրվա ավարտին նոր ուժ տալիս հաջորդ օրը նույն ոգևորությամբ աշխատանքի գալու։ Հիշում եմ մի պապիկ արագ վազելով երթևեկության ընթացքում համ վարում էի, համ սենց վազելով, վիզան կնելով եկավ մոտեցավ ինձ ասում է ներողություն երկարությունն ինչքան է տրոլեյբուսի կարող է իմանալ, ասեցի իհարկե մոտ 13 մետր ասա։ Ուրեմն հաստատ իմաստուն էր, որ վերջից եկա դիմացից իջնեմ, ժամանակի մեջ շահում եմ։ Նա ամեն օր անցնում է նույն փողոցներով, կանգնում նույն կանգառներում, բայց յուրաքանչյուր օր իր համար նոր պատմություն է։ Ղեկին նստած այս երիտասարդ աղջիկը ոչ միայն տրոլեյբուս է վարում, այլ նաև իր ընտրած ճանապարհը։ Ճանապարհ, որտեղ կարևոր է ոչ թե ով ես, այլ այն, թե որքան նվիրվածությամբ ես կատարում քո գործը։ Տրոլեյբուսը շարունակում է իր ընթացքը, իսկ ղեկին 23-ամյա Իվետան է։ Սվետլանա Պետրոսյան, Տարոն Ղանդիլյան, Եղամ Ղազարյան, ABC Media։ Եվրոպան բառացիորեն շնչահեղձ է լինում։ Շոկն արդեն վերածվել է առողջապահական ճգնաժամի, որը խլում է մարդկային կյանքեր, դատարկում փողոցներն ու փոխում միլիոնավոր մարդկանց առօրյան։
Ամենածանր վիճակը Ֆրանսիայում է, որտեղ անոմալ բարձր ջերմաստիճանի հետևանքներն արդեն հաշվվում են ոչ միայն աստիճաններով, այլև մարդկային կորուստներով։ 1000 մահ 3 օրում։ Սվետլանա Պետրոսյանի ռեպորտաժը։ Արևը Եվրոպայում վերջին օրերին դարձել է իրական փորձություն։ Տասնյակ քաղաքներում ջերմաստիճանը հասել է անոմալ բարձր ցուցանիշների։ Մարդիկ հնարավորինս քիչ են դուրս գալիս տներից, փնտրում են զով վայրեր, լողափեր ու շատրվաններ։ Որոշ երկրներում շոկի պատճառով փակվել են դպրոցներ, թանգարաններ եւ մշակութային կենտրոններ։ Ամենածանր իրավիճակը Ֆրանսիայում է։ Փողոցները դատարկվում են հատկապես կեսօրին, իսկ առանց օդորակիչի բնակարաններում գիշերելը գրեթե անհնար է։ Ջերմաստիճանը բարձրացել է 37-ից 40 աստիճանի եւ նույնիսկ այն քաղաքներ, որտեղ 40-ից բարձր էր։ Դա ասեմ վտանգ էր հանդիսանում եւ երեխաների համար, եւ մեծահասակների համար, եւ անգամ երիտասարդների համար։ Արփինեի խոսքով ամենաբարդը ոչ միայն 40 աստիճանին մոտեցող ցերեկային շոկն է, այլ այն, որ նույնիսկ գիշերային ժամերին ջերմաստիճանը գրեթե չի նվազում։ Շոկը փոխել է մարդկանց ամբողջ առօրյան։ Ֆրանսիայի բնակիչները փորձում են որոշ գործեր տեղափոխել վաղ առավոտյան կամ ուշ երեկո, իսկ փոքր երեխաներ ունեցող ընտանիքների համար իրավիճակը առավել բարդ է դարձել։ Ես ինքս լինելով երեխայի մայրիկ կարող եմ ասել, որ մեր կյանքը գլխի վրա շուռ էր եկել։ Մենք տնից դուրս ենք գալիս միայն վաղ առավոտյան, դրանից հետո բացարձակապես չենք բացում անգամ դուռ լուսամուտ, չենք միացնում տան լույսերը։ Ամեն հնարավոր պայմանները ստեղծում ենք, որպեսզի տան ներսը լույս չմտնի, ջերմություն չմտնի։ Սակայն խնդիրը միայն անհարմարությունը չէ։ Ֆրանսիայի առողջապահական ծառայությունների նախնական տվյալներով միայն հունիսի 24-ից 26-ը ընկած ժամանակահատվածում շոկի հետևանքով 1000 մարդ է մահացել։ Հիվանդանոցներն ու դիահերձարանները աշխատում են գերծանրաբեռնված։ Այստեղ կա օդորակիչների խնդիր, ոչ միայն սովորական բնակիչների շրջանում, այլ նաև հասարակական վայրերում, դա կլինի խանութներ, հասարակական տրանսպորտ։ Ֆրանսիայում արդեն 2 տարի բնակվող մեր հայրենակցուհին ասում է, նման շոկ դեռ չէր տեսել։ Շատերի համար այս օրերը հիշեցրել են 2003 թվականի աղետալի ամառը, երբ Եվրոպայում շոկի ալիքը տասնյակ հազարավոր մարդկային կյանքեր խլեց։ Այս 2 տարվա ընթացքում իհարկե չէր եղել նման եղանակային պայմաններ, ինձ ծանոթ չեն այս պայմանները, չնայած որ ծանոթ չէին, ոնց հասկացա, նաև այն մարդկանց, ովքեր ապրում են այստեղ շատ երկար տարիներ։ Այսինքն կարող ենք եզրակացնել, որ երկիրը պատրաստ չէր նման եղանակային պայմանների։ Բարեբախտաբար կանխատեսումները որոշակի լավատեսության հիմք են տալիս։ Հիդրոթերապանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանի խոսքով հուլիսի 17-ից Եվրոպայի մի շարք շրջաններում օդային հոսանքները կփոխվեն եւ հյուսիս-արևմտյան ուղություններից ներթափանցող ավելի զով օդը աստիճանաբար կթուլացնի շոկի ալիքը։ Սվետլանա Պետրոսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այժմ լրահոսն այսքանն էր, շարունակեք հետևել մեր հրապարակումներին։ Հաջողություն։